Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Ղեկավարում այսօր իմ հյուրը Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանն է։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր ժավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Նախորդ շաբաթ օրը իհարկե մենք գիտենք, որ Հանրապետական կուսակցության համագումարը տեղի ունեցավ, ինչ կարևոր որոշումներ են ընդունվել եւ ինչու որոշվեց անմիջականորեն չմասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Գիտեք, թերևս ես կսեմ հենց այդ հարցից, հետո միգուցե մյուս հարցերին վերադառնանք։ Պետք է ասել, որ այդ հարցը շատ երկար է քննարկվել, մեր կուսակցության գործադիր մարմնում, ամսից ավելի երկար, բազմաթիվ թեև դեմ կողմեր են եղել այդ քննարկումների ժամանակ, եւ հիմա ես կասեմ մի բանաձև, որը թերևս շատ հակիրճ է, բայց իր մեջ ներառում է այն հիմնական քննարկումների էությունը, որոնք տևել են շուրջ 2 ամիս։ Մեջդերը ասում է կուսակցությանց հետ ազգի համար։ Իսկապես մենք կարող տարօրինակ հնչի, բայց այդ որոշմամբ մեծ ընդհանրաչ քայլ կատարեցինք այն բոլոր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք այսօր կանգնած են մեր պետության, մեր ազգի առաջ, միգուցե նաև յութին պլան թողելով մեր կուսակցական շահը։ Տեսեք, մի քանի փաստերից ձեզ կասեմ ու կարծում եմ ձեզ կհամոզեմ։ Ցավոք իրողություն էր, որ ընդդիմադիր դաշտում կար բավականին տհաճ նեգատիվ հակամարտություն կուսակցությունների միջև կամ քաղաքական ուժերի միջև, որը անխուսափելիորեն պիտի ազդեր ընդհանուր ճակատի համակցված գործողությունների վրա, որոնք պետք է կարողանային այս չարիքի իշխանությունին հեռացնել, եւ երբ մենք չենք մասնակցում, գործնականում չենք մասնակցում, այսինքն ներառանը չի լինելու այդ ցուցակում, հավատացեք, որ այդ նեգատիվ երևույթը կամ վերանում է կամ այլևս իր ազդեցությունը չի կարող գործել։ Երկրորդ կարևոր հանգամանքը, որ մենք հաշվի ենք առել, հետևյալն է. բազմաթիվ հարցումներ ասում են, որ մեր ընտրազանգվածը, Հանրապետական կուսակցության ընտրազանգվածը մեր բացակայության պարագայում իր ձայները 100%-ով տալու է այս կամ այն ընդդիմադիր կուսակցությանը եւ ոչ մի պարագայում չի տալու իշխանության կուսակցության ներկայացուցիչներին։ Եվ ևս շատ կարևոր է, որ մեր կուսակցության ընտրազանգվածը խիստ քաղաքականացված է ու անհնար է պատկերացնել, որ նրանք մնան տանը ու չգնան քվեարկության։ Այո, իրանք քաղաքականացված մարդիկ են եւ դա դրսեւորվել է այս 7-8 տարիների ընթացքում այս չարիքի իշխանության հետ աննահանջ պայքարի ճանապարհին։ Հաջորդ կարևոր հանգամանքը կանոնում, որ մենք չմասնակցելով բուն ընտրություններին, այսինքն մեր անունը չլինելով այդ ընտրական ցուցակներում, մենք շարունակելու ենք մեր գործողությունները նախընտրական բոլոր փուլերում մեր ծառայությունն ենք մատուցելու այն ուժերը, որոնք լինելու են կուսակցական ցուցակներում, բայց բացի դրանից մենք հետևականորեն աշխատանք ենք տանելու, որպեսզի չիրականացվի այն, ինչից մենք բոլորս շատ ենք վախենում։ Դա այս չարիքի իշխանության կողմից չնախատեսված կոպիտ խախտումներն են ոչ միայն ընտրություններից առաջ, այլ հենց ընտրական process-ում մենք մեր ամբողջ ռեսուրսներ ենք դնելու, որպեսզի եւ փողոցային պայքարի եւ այլ պայքարի մեթոդներով հնարավորինս չեզոքացնենք այդ հնարավորությունը, որովհետեւ եթե մենք խոսենք նաեւ այն հարցումների մասին, որ այսօր առկա են, մենք կտեսնենք, որ այս իշխանությունները այլևս իրենց հիմնական կռվանը տեսնում են այդ ընտրախախտումների մեջ, ընդ որում ընտրախախտումներ ոչ միայն ընտրության օրը, այլև խախտումներ ընտրություններին
ընդառաջ գնացող process-ների ժամանակ։ Արդյունքների չեղարկում Ես նախնական բաներ մաս։ Երեկվա նախագծի ընդունում է ազգային ժողովում։ Այո, ես գործնականը պատասխանեցի ձեր հարցին, բայց եկեք այս երկու նոր հարցերին ևս անդրադառնանք։ Ինչի մասն է խոսում այդ սահմանադրական օրենքում հրատապ կարգով այդ փոփոխության իրականացումը։ Ակնհայտ է, որ դա վերաբերում է Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժին եւ ձեզ մի բան պետք է ասեմ, եթե այդպես է, ապա ինչու հենց հիմա, ինչու իրանք դա չէին կարող անել ավելի հանդարտ 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս հրատապությունը հասկանալի է, բայց ինչու իրանք ավելի շուտ չէին կարող անել։ Ես առավել քան համոզված եմ, որ իրենք մտածում էին, առավել քան համոզված եմ, որ Հայաստանում իրենք պետք է իրականացնեին մոլդովական սցենար։ Այսինքն վերջում պետք է ուղղակի արգելեն այդ կուսակցության մասնակցությունը ընտրական process-ներին բազմաթիվ հնարավորին հիմնավորումներ առաջ բերելով։ Բայց կարծում եմ, որ դա Վլադիմիր Պուտինի այդ հանդիպումից հետո դարձավ իրենց համար անհնար։ Եվ այդ պատճառով էր, որ իրենք հրատապ արդեն անցան իրենց երկրորդ ծրագրին այդ խնդիրը լուծելու համար, որպեսզի թույլատնեն Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի աջակցության հնարավորությունը եւ այդ փոփոխությունը կատարեցին ընտրական օրենսգրքում։ Սակայն առավել քան ակնհայտ է, որ այդպիսի քայլերով իրենք չեն կարող կոտրել այն համաժողովրդական դժգոհությունը, որը օբյեկտիվորեն առաջացել է այս 7-8 տարիների ընթացքում իրենց կողմից իրականացված չարագործությունների արդյունքում։ Դրանք վերաբերում են մեր պետականության հիմնասյուների խարխլման, կարելի ասել քանդման հարցում, մեր Արցախի ոչնչացման, մեր խաղաղ երկիրը 4 անգամ պատերազմ տանելու եւ այդ պատերազմում բազմաթիվ հայրենիների զոհվելու, Արցախի հայաթափման մեջ եւ հետո խոսելու պատերազմի կուսակցության մասին։ Գիտեք, ծիծաղելի է եւ իսկապես ասում եմ, որ գողը առաջինն է գոռում, փրկեք բռնեք գողին, եւ տեսեք, անհասկանալի է այն լկտիությունը, որոնք իրենք մտածում են, որ այսքանից հետո ժողովուրդը իրենց պետք է վստահության կվետա։ Դա չի կարող լինել, որովհետև այդպես չի եղել որևէ երկրի պարագայում։ Եվ դες վերադառնալով մեր նախորդ հարցին, ամենակարևոր հարցին, ինչու համագումարը այդպիսի որոշում կայացրեց, նաև այդ հաշվի առնելով, որովհետև ժողովրդի որոշակի մարդկանց մոտ դեռ մնացել է այն թույնի հետքերը, որոնք գունավոր հեղափոխությունների ժամանակ ներարկում են գործող իշխանության նկատմամբ, եւ քանի որ մենք էինք գործող իշխանությունը 10 թվականին եւ մեր նկատմամբ այդ թույլը ներարկած, դուրս գալով այդ պայքարից մենք զրկեցինք այդ հնարավորությունից եւս այս ազգակործանների իշխանությանը։ Սա այն պատասխանը, որ ուզում եմ այդ ձեր հարցին։ Եվ այսինքն ի վերջո հանրապետականների, համակիրների, ՀՀԿ-ի ընդրազանգվածի ձայները ցես որ ուժերին կգնան ընդդիմադիր։ Ես կարծում չէ, որ ակնհայտ է, որ դրանք կգնան միայն ընդդիմադիր եւ մենք աշխատենք իհարկե մեր կուսակիցների որ գնան ընդդիմադիր, բայց ընդդիմադիր որ ճամբարում պետք է լինեն, տեսեք, այստեղ մենք պետք է անդրադառնանք եւս մի շատ կարևոր խնդրի, իհարկե կան նաեւ ընդդիմադիր ուժեր, որոնք շեմը 4%-անոց շեմը հաղթահարելու քիչ հնարավորություններ ունեն։ Մենք պետք է հորդորենք մեր կուսակիցներին, որ իրենց ձայները տան ամենաանարարկելի շեմը հաղթահարող կուսակցություններին եւ ես կարծում եմ, որ դա հենց այդպես էլ կլինի։ Մենք չենք կարող այդ սխալը մեզ թույլ տալ եւ փոշիացնել ընդդիմադիր ուժերի ձայները, որտեղ դա երկու կարևոր խնդիր կան, որ պետք է անպայման մենք կարողանանք լուծել եւ դրանում մեր ջանքերը մենք չենք զլանալու ներնել մինչեւ վերջին օրը մենք պետք է աշխատենք մեր ընտրողների հետ, որ ասում մեր ընտրողների, դրանք միայն մեր համակիրները չեն, հանրապետականի համակիրները չեն, դրանք մեր ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածն են, որ նրանք անպայման գնան ընտրությունների, անպայման, սա գերխնդիր է
որովհետև որքան ցածր լինի մասնակիցների քանակը, այնքան մեծ է լինելու այս չարիքի իշխանության տոկոսը այդ փոքր ընտրազանգվածի մեջ, որտեղ եթե տեսեք օրինակ ասենք թե այս վերջի հարցումներում ինքը 24% է, իսկ այդ 24% հաշված է բոլոր ընտրողների։ Պատկերացրեք, եթե հանկարծ 50%-ն է մասնակցում, իր այս 24-ը միանգամից դառնում է 48։ Հետևաբար, որքան քիչ են մասնակիցները, այնքան իր տոկոսը մեծանալու է։ Ինչպես 2021-ին, չէ՞։ Ինչպես շատ ճիշտ եք ասում 2021-ին, ժամանակ մոտավորապես 50%-ի, նույնիսկ 49%-ի չափ էին։ Պատկերացրեք, եթե 60 լիներ, պատկերը բոլորովին այլ կլիներ, որտեղ այդ լրացիչ 10%-ի մեջ իր ընտրողները չկան։ Իր ընտրողները տարբեր ճնշող մեխանիզմների միջոցով միշտ գալու են ընտրությանը, մենք պետք է դա համոզված լինենք։ Լրացիչ մարդկանց քանակ, որ գալիս են ընտրությունների, այդ լրացուցիչների մեջ իր ընտրողները չկան։ Դա ակնհայտ է։ Իդեպ դա բացահայտված է բազմաթիվ հետազոտական հարցումների ճանապարհով։ Հետևաբար, առաջի գերխնդիրը ընտրողների քանակի ավելացումն է, որքան հնարավոր է շատ ավելի ընտրող։ Գիտեք, դա նաև ժողովրդավարության տեսակետից է շատ ճիշտ, որտեղ այդ ժամանակ ընտրությունները կարտահայտեն ժողովրդի ավելի մեծ քանակի տեսակետը։ Եվ երրորդ կարևոր խնդիրը ոչ մի ձայն այն ընդդիմադիրներին, որոնք չունեն ռեալ շանս 4%-ը ՇՄ հաղթահարելու։ Այս երկու խնդիրների ուղղությամբ մեր աշխատանքը լինելու է շատ հիմնավոր, խորը եւ արդյունավետ։ Եվ իհարկե կան ուժեր, որոնք ընդդիմության իմիտացիա են անում։ Այդպես չէ։ Իհարկե, եւ տեսեք, խնդիրը կանում է նրանում, որ այդ տեխնոլոգիաները եւս բազմիցս փորձարկված են տարբեր երկրներում, սպոյլեր կուսակցություններ են դրանք կոչվում, եւ հենց դրանց միջոցով է, որ իշխանությունը կարողանում է ջլատել ընդդիմադիր զանգվածը, եւ իհարկե դրանք պետք է բացահայտվեն եւ այդ տեսակետից չափազանց կարևոր եմ համարում մեր կուսակցության առաջադրած տարբերակը, որ ցանկացած կուսակցության առաջի 30 ներկայացուցիչները, որոնք մասնակցել են, այո, հուշագիր, որոնք որևէ պարագայում ոչ կլքեն խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունների ֆրակցիաները, ոչ էլ երբևէ կհամագործակցեն իշխանության կուսակցության հետ։ Ահա այդպիսի քայլերը, որոնք մենք ունենք մեր զինանոցում, բազմաթիվ այդպիսի քայլեր ունենք, մենք այդ ճանապարհով, հիմա գիտեք, նույնիսկ դժվար է ասել, մենք մասնակցում ենք այս նախընտրական պայքարին, թե չենք մասնակցում։ Ես այսի մի քանի փաստեր, որոնք ցույց են տալիս, որ մենք չլինելով ցուցակում, հենց մասնակցում ենք ընտրություններին, որտեղ նպաստում ենք համապարփակ ձևով ընտրական գործընթացների բնորոշ գործիքակազմով ընդդիմադիր ուժերի հաղթանակին։ Սերժ Սարգսյանը այսինքն որ հայտարարեց, որ չմասնակցել չի նշանակում չպայքարել, դա նշանակում է ինչ որ դերակատարում ամեն դեպքում ունենալ։ Այո, եւ տեսեք, ես ասացի դրա երկու հիմնական բաղադրիչները, առաջին այն գործողությունները, որ մենք անելու ենք, եւ երկրորդը մեր չմասնակցելով գործնականում մենք զրկում ենք իշխանությանը այն գործիքակազմի կիրառելուց, որը ինքը տեղական ժամանակ իրականացրել է թիրախավորելով ներկաներ այս։ Այո, եւ սա այս մոտեցումը ես կարծում եմ արդարացված էր այն որոշումը, որը մենք կայացրեցինք, ճիշտ է, դա որոշակի նեգատիվ պրոբլեմներ կարող է առաջացնել մեր կուսակցության համար առաջիկայում, բայց ես կարծում եմ, որ մենք ունենք այն ջանքերը, որ նաև այդ մագավորումներ ունելով կարողանանք նվազեցնել, բայց հիմնական խնդիրը չարիքից ազատվելու խնդիրը այս ճանապարհով ավելի արդյունավետորեն մենք կարող ենք լուծել։ Պարոն Մինասյան, այսինքն դուք կարծում եք, որ Պուտին-Փաշինյան նախորդ շաբաթվա Կրեմլյան հանդիպումը Եվրոսաստանի նախագահի կողմից Հայաստանի ներքաղաքական պրոցեսների մասին խոսել, ընտրությունների մասին հիշատակել է եւ Սամվել Կարապետյանի մասին ակնարկել է, որ չնայած ռուսական ազնագիր ունենալուն որոշ ընդդիմադիր գործիչներ, քաղաքական դերականներ Սամվել Կարապետյանը ունի նաև հայկական անձնագիր, այնպես չի, որ ինքը միայն ռուսական անձնագիր ունի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ընտրող է նաև։ Այո, եւ Փաշինյանը պատասխանեց, որ ըստ մեր օրենսդրության սահմանադրության բացառապես Հայաստանի անձնագիր ունեցող
քաղաքացիները կարող են դառնալ ազգային ժողովի պատգամավոր վարչապետ եւ դա եւ ավելացնել որ այնպես որ սահմանափակումներ չկան։ Իհարկե լավ, սա մի կողմ թողնենք։ Այսինքն կարծում եք որ Պուտինի կողմից այս մասին ակնարկելը կազդի Սամվել Կարապետյանի մասնակցության, քաղաքական մասնակցության դաշինքի կամ գուցե նաև նրա խափանման միջոցի ազատության անհանգստության։ Ես դրա մասին որևէ բան չեմ կարող ասել, բայց ուրիշ բան ակնհայտ է։ Տևական ժամանակ ունենալով այդ հնարավորությունը, որպեսզի ընտրական օրենսգրքում անեն փոփոխություն, որպեսզի ասենք թե որևէ ընտրական միավորման կամ կուսակցության անունը նախընտրական այդ քննարկումների ժամանակ եւ բյուլետենում չունենա անձնանուն, իրենք չեն անում։ Չնայած շատ ավելի տրամաբանական է, որ դա անեն հանգիստ այդ քարորա նիստերի ժամանակում եւ այդքան ծիծաղելի վիճակում իրենց չդնեին։ Բայց արեցին այդուհանդերձ։ Ինչու? Եվ ինչու հենց հիմա։ Երկու փաստ կարող եմ ասել, որ արդեն ասացի, դա եղավ այդ հանդիպումից հետո եւ երկրորդ իրենք հասկացան, որ իրենք չեն կարող անել նույնպես են կրկնում մոլդովական սցենարը, երբ ուժերից մեկին դուրս թողեցին ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Պուտին Փաշինյան նախորդ շաբաթվա, ինչպես նշեցի, ապրիլ 1-յան հանդիպումը եւ բանակցությունները։ Մենք իհարկե տեսանք այն խոսակցությունը, որը տեսախցիկների առջև էր եւ շատ հետաքրքիր զրույց էր այնտեղ տեղի ունենում։ Տնտեսական մասն էր բավական մեծ տեղ զբաղեցնում պարոն Մինասյան։ Այդ կետերը, որոնք նշում էր Ռուսաստանի նախագահը եւ հաջորդ օրը Օվերչուկի 10-ին տված հարցազրույցը։ Ինչպես եք դուք ընդհանուր առմամբ վերլուծում։ Կարծում եք այն ինչ որ Օվերչուկը ասում էր, խոսվել է փակ դռների հետևում, այսինքն երկու ղեկավարները այդ մասին խոսել են փակ ռեժիմով։ Ազիգինը առևտրաշրջանառությունը մյուսը ինչ որ կոպիտ ասած երեսով տալիս այս ամենը։ Գիտեք, ես չեմ կարծում, որ Օվերչուկը առաջի անգամ է այդ թեմայով խոսում, ինքը խոսել է նաև նախորդ ժամանակներում, բայց ինչն էր այստեղ շատ ցայտունը։ Շատ ցայտունը այն էր, որ նման հանդիպումների ժամանակ էկրանների առաջ երկրի նախագահները բավականին ստանդարտ ձևերով են իրար ողջունում, հիշատակում իրենց պատմական, այո, համատեղ կատարած պոզիտիվ աշխատանքները երկու երկրների համար այդ կարգի էր։ Սակայն այստեղ բոլորին այլ էր եւ ես կարծում եմ այդ այլ մոտեցումը բխում էր այն իրողություններից, որոնք առկա են երկկողմ հարաբերություններում եւ առկա են այս նախընտրական գործընթացներում, որովհետեւ եթե նախընտրական գործընթացներում տեղի ունենան ընտրական process-ների կոպիտ խախտումներ, ապա այդ խախտումները կարող են բերել նրան, որ իշխող այս չարիքի իշխանությունը վերարտադրվի եւ դա խնդիրներ կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում։ Ես կարծում եմ, որ այդ տեսակետից Ռուսաստանի մոտեցումները այդ նեգատիվ խնդիրների կանխարգելմանը էական ազդեցություն կարող ունենա եւ հայ-ռուսական հետագա հարաբերությունների զարգացմանը, պոզիտիվ զարգացմանը եւ նաեւ էական նշանակություն կարող ունենալ Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների պոզիտիվ զարգացմանը, որովհետեւ անտրամաբանական կլինի, որ ամենահզոր ընդդիմադիր քաղաքական ուժին դուք դուրս թողեք այդ մրցապայքարից։ Դա ընդհանրապես ժողովրդավարությունից ոչ մի կապ չունեցող քայլ կարող է։ Իսկ ուժեղ Հայաստանը այսօր վաստացի ամենամեծ շանսը։ Եթե մենք խոսենք վերջի հարցումներից, ապա այո, նա հենց առաջի ամենախոշոր ընդդիմադիր ուժն է եւ Գելափի այս վերջին հարցման արդյունքները քաղաքացիական պայմանագիրը 24.3%, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, ուժեղ Հայաստան 13.4%, Բարգավաճ Հայաստան 7.9%, Հայաստան Դաշինք 5.5%, Հանրապետական կուսակցություն 1.9%, Միասնության թևերը 1.5%, Լուսավոր Հայաստան 1.7%, Հանրապետություն 1.1%։ Այս արդյունքները դուք տեսեք, կարծում եք արտացոլում են իրական։ Գիտեք, շատ լավ հարց եք տալիս։ Եթե մենք համատում ենք այդ արդյունքները
ուրիշ հետազոտությունների հրապարակված արդյունքների հետ, ապա կարծում եմ այո։ Եվ այստեղ տենդենսն է շատ կարևոր, մեկ անգամ էլ եմ ուզում ասեմ, այդ թվերը, որ դուք ասեցիք, դա ընտրողների 100%-ին է վերաբերում, որովհետև եթե ասենք թե 70%-ը նույնիսկ մասնակցեն, ապա այդ բոլոր ուժերը կանցնեն, նաև Հայաստան դաշինքը կանցնի, որտեղ ինքը կհավաքի իր համար շեն հանդիսացող 8%-ը, սա շատ կարևոր է հաշվի առնելու։ Այդ հանգամանքը շատ կարևոր է, որտեղ ես տարբեր մարդկանց հետ եմ խոսում եւ շատերը կասկածում են, որ նույն Հայաստան դաշինքը կամ առաջարկ Հայաստանին, այսինքն Ծառուկյանի դաշինքը կարող են 8%-ը չհաղթարի։ Ծառուկյանի համար 8% չկա, այնտեղ 4% է, որտեղ ինքը դաշինք չի, ինքը կուսակցություն է։ Իսկ Հայաստանի համար 8% կա, բայց ես նորից եմ ուզում կրկնեմ, որ այդ քանից էր 5 ու քանից որը Հայաստան դաշինքին է 5.5 5.5-ը այն ժամանակ, երբ որ մասնակցեն 100% ընտրողների, այդպիսի բան Հայաստանում չի եղել, ոչ մի երկրում չի լինի, 70%-ի դեպքում արդեն այդ 5.5-ը կլինի 8-ից բարձր, բայց շատ կարևոր է, որ այդ թիվը աճում է եւ ես առավել քան համոզված եմ, որ իրենք կհաղթահարեն։ Բայց այստեղ տեսեք ինչն է չափազանց կարևոր, արդեն որ երրորդ հարցումն է ասում հետեւյալ բանը, որ առաջի 3 ընդդիմադիր ուժերի միացյալ ուժը տոկոսների առումով շատ ավելի մեծ է, քան Չարիքի իշխանության տոկոսը։ Սա ֆունդամենտալ եւ մեծ հույս ներշնչող փաստ է, որ եթե նույնիսկ այսպես մնա, ես համոզված եմ, որ տոկոսները ընդդիմության գնալով ավելի են մեծանալու այս մնացած շուրջ 2 ամիսների ընթացքում եւ Չարիքից ազատվելու շանսերը շատ մեծ են, շատ իրատեսական են։ Եվ այդ հանգամանքը պետք է անպայման հաշվի առնել նաև մեր ընտրողները ու լիահույս լինել, որ իրատեսական է այն մեծ խնդրի լուծումը, այն Չարիքին միկրոն վռնդելու խնդրի լուծումը, որի արդյունքում մենք այսքան տառապեցինք այս վերջի 7 տարիների ընթացքում, իրատեսական է։ Եվ այդ թվերը, որ նորից եմ ուզում կրկնեմ, միայն այս գլափի հարցումներում չեն։ 3 առաջին ընդդիմադիր ուժերի տոկոսի միացյալ թիվը ավելի բարձր է եւ զգալի ավելի բարձր է, քան Չարիքի իշխանության տոկոսը։ Եվ այս պարագայում շատ է խոսվում եւ շատ կարեւորություն տալիս նույն Պուտին Փաշինյան հանդիպմանը, որովհետեւ տարբեր տեսակետներ կան, որ Փաշինյանը գնացել էր նրանից ներքաղաքական այս ընտրությունների հետ կապված օգնություն խնդրելու, բայց տեսանք, որ Պուտինը բավական դիվանագիտական այսպես արշավ կազմակերպեց նրա դեմ, շատերը կարծում են, որ դա ձևականություն էր, մյուս մասը մի քիչ ուրիշ տեսակետ ունի, այս խոսակցությունը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի ներքաղաքական process-ների վրա։ Տեսեք, շատ լավ կլինի, որ որևէ երկիր չփորձի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական զարգացումին, շատ լավ կլինի։ Բայց եթե այս Չարիքի իշխանությունը մեր ընտրական process-ների մեջ ներքաշում է Եվրամիության ուժերին, ներքաշում է ամենաայլանդակ ձևով։ Այո։ Ազդեցություն հյուսիսից, հիբրիդային պատերազմ նախընտրական շրջանում փող է վերցնում, որպեսզի պայքարի դրա դեմ, ես կարծում եմ, որ այդ այլանդակ պահվածքին պետք է հակազդել։ Եվ ես կարծում եմ, որ այն ինչ որտեղ ընցավ այդ հանդիպման ընթացքում իր պատճառը այ հենց այն էր, ինչը որ ես ասեցի, որ դու գնում ես, փող ես վերցնում, որպեսզի քո ներսում ընթացող process-ները վիժեցնես։ Իսկ մենք տեսնում ենք, թե ինչպիսին են այդ process-ները։ Ժողովուրդը զզվել է այս իշխանությունից եւ առաջի հզոր ընդդիմադիր կուսակցությունը փաստորեն իր կոնցեպտով պետք է դուրս գար մրցապայքարից։ Ես կարծում եմ այդ հանդիպման կարևոր արդյունքը էր, որ ինքը ոնց որ թե թվում է, թե այդ ապուշ գաղափարից հրաժարվեց եւ հրաժարվեց նաեւ կարծում եմ այն հիմնավորումները լսելով, որ էներգետիկ խնդիրներ կան, մեր գյուղ տեխնիկայի արտահանման, գյուղացիական արտադրանքի արտահանման խնդիրներ կան, բազմաթիվ ուրիշ խնդիրներ կան, եւ եթե դու ժողովրդավարությունը ոտնահարես քո երկրում,
չթողելով որ ընդդիմության առաջնորդ ուժը մասնակցի, ապա իմացի որ դա կարող է բերել նաև այն խնդիրների ոչ Հայաստանի ժողովրդի համար դրական լուծումների, որ այսօր կա, որտեղ այդ ճանապարհով մեր ժողովուրդը շատ ավելի էժան էլեկտրոէներգիա է կարողանում ունենալ, մեր արտադրանքը գյուղատնտեսական հնարավորություններ ունենում վաճառվել Ռուսաստանում եւ մեր շատ քաղաքացիներ հենց այդ պատճառով ավելի բարեկեցիկ են ապրում։ Այսինքն ես ենթադրում եմ, որ այդ հանդիպման գոնե կարևոր խնդիրներից մեկը կանում է նրանում, որ հիմա ավելի քիչ հավանական եմ համարում, որ արգելվի Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժի մասնակցությունը այս խորհրդարանական ընտրություններին։ Պուտինի, Պեսկովի եւ Օվերչուկի հայտարարությունները, որոնք այդ երկու օրվա ընթացքում տեղի ունեցան, մեկնաբանեց Պեսկովը հանդիպումից հետո, սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է այս քաղաքականության շարունակման պարագայում կամ Փաշինյանի իշխանության պահպանման պարագայում, որովհետեւ Օվերչուկը ասում էր, նրանք հայտարարում են, որ մենք բարեկամներ ենք եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ խոսքերը եւ գործերը չեն համընկնում։ Այսինքն Ռուսաստանը կարող է գնալ բավական լուրջ տնտեսական կտրուկ քայլերի, այսինքն սա սպառնալիք է ըստ էության։ Նույնիսկ եմ ուզում իմ տեսակետը հստակ ասել, ես կարծում եմ, որ ճիշտ չի, որ ասենք թե որևէ երկիր մասնակցի մեր քաղաքական process-ներին։ Դա կոռեկտ չեմ համարում, անընդունելի է իմ համար։ Բայց երբ այս ազգակործան պատուհասը գնում է եւ Եվրոմիության երկրների ներկայացուցիչներին ասում է եկեք ինձ օգնեք, որպեսզի ես կարողանամ շարունակեմ իմ իշխանությունը Հայաստանում ու դրանով ծառայեմ ձեզ ու առաջ երթին թուրքերին եւ ադրբեջանցիներին, ինքը արդեն անում է մի այլանդակալ, որի հակազդեցությունն ենք մենք տեսնում մեր ժողովրդի եւ մեր պետության համար։ Այդ հանդիպման ընթացքում եւ Հայաստանը վերածվում է աշխարհակաղակական բախման մի կենտրոնի։ Ամենացավալի բանը դուք ասեցիք, այո, բայց հերթական անգամ մենք հանդիպում ենք այն մտքին, որից խուսափել հնարավոր չի։ Ով է պատճառը։ Այդ բախման պատճառը ով է։ Իհարկե այս չարիքի իշխանության ղեկավարը, իհարկե ինչպես այն բոլոր ողբերգությունները, որ մենք ունեցել ենք այս վերջին 7 տարիների ընթացքում, ինքն է նախաձեռնել այն process-ները, որի արդյունքում մենք ունեցել ենք խնդիրներ։ Հիմա եւս ինքն նախաձեռնել մի գործընթաց, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ խնդրեմ։ Ո՞րն է սրա լուծումը։ Հեռացնել է իրան։ Իրեն հեռացնել է եւ շուրջ 2 ամիս հետո մենք ունենալու ենք այդ հնարավորությունը։ Եվ մենք պարտավոր ենք անել քայլեր, որպեսզի մենք չունենանք այն բոլոր խնդիրները, որոնք ունեցել ենք այս տարիների ընթացքում, եւ այն խնդիրները, որի մասին մենք խոսում ենք։ Ինչու պետք է որևէ երկիր խոսի, թե ինչպեսի process-ներ նախընտրական պետք է լինեն Հայաստանում։ Ինչու։ Արդեն նորմա է դարձել, է։ Այո, բայց դա մեր համար ընդունելու տհաճ չէ։ Չէր լինի, եթե ինքը դա չաներ։ Եվ ինչ է կարծում, ինչ պատկեր կունեն ընտրությունների արդյունքում եւ ոչ պակաս կարեւոր նախընտրական, հետընտրական զարգացումներ կլինեն, արդյոք ընտրություններով կորոշվի իշխանության հարցը եւ կարող են լինել արդյոք ֆորս մաժոր։ Արամ, տեսեք, այնքան կարևոր բան ասիկ, այստեղ եւս մեր համագումարը ասեց իր խոսքը։ Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ընդդիմադիր ուժերի հետ, նաեւ առաջարկություններ անել, առաջնորդել այդ որոշակի խնդիրներ լուծելու, որտեղ մենք կարծում ենք, որ մեր դրումը կարող է էական լինել։ Մենք ասենք, որ մենք այն բոլոր նախապատրաստված ծրագրերը, իսկ դրանք շատ են, որոնք կարող են օգտակար լինել մեր ընդդիմադիր գործընկերների ընթացքում մենք կարող ենք տրամադրել իրենց, որպեսզի իրենք հասցնեն իրենց նախընտրական ծրագրերը։ Մենք կարող ենք անել քայլեր, որպեսզի փողոցային պայքարով ահազանգ ուղարկենք մեր հասարակությանը, թե ինչ է կատարվում, որպեսզի նրանք դուրս գան փողոց եւ թույլ չտան անել այլանդակությունները, որոնք իրենք կարող են անել process-ների ժամանակ։ Դրանով կարող ենք նաեւ իրենց ահազանգել, որ եթե իրանք փորձեն դա անել, ապա հետընտրական զարգացումներ կլինեն։ Այսինքն մեր հանրապետականի իր ուսերին վերցրած մեծ ծանր գործը մենք կատարենք պատվով, կասկած չկա։ Եվ դրանով կարծում եւ կհեշտացնենք մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի աշխատանքը նախընտրական process-ում եւ բուն ընտրությունների օրը եւ ընտրություններից հետո, եթե Աստված միար ասցե, այս չարիքի իշխանությունը գնա ընտրախախտումների։ Պարոն Մինասյան, Պուտինի եւ պաշտոնական Մոսկվայի հայտարարությունների հետ կապված ես նկատի ունեի ոչ միայն ընտրությունները, այլ ընդհանրապես
Հայաստանի արտաքին քաղաքականությունը, որովհետև Պուտինը խոսում էր Եվրամիության ու ԵԱՏՄ-ի անդամակցության անհամատեղելիության մասին եւ նրա մամուլի խոսնակը Պեսկովը Զարուբինի ռեպորտաժի ընթացքում էր դա Մոսկվա Կրեմլ Պուտին այդ հաղորդումը կա, նա ասում էր, որ ինչ որ պահի իհարկե դուք մեծ օգուտներ եք ստանում ԵԱՏՄ անդամակցությունից ավելի բարձր է, քան ԱՊՀ-ի միջին գոտին եւ շատ ավելի բարձր է, քան մեր մոտ իրենց մոտ Ռուսաստանի Դաշնությունում, եւ եթե շարունակեք Եվրամիության հետ հետագայում ինչ որ պահի դուք պետք է ընտրություն կատարեք։ Եվ դա շատ բնական է, Արամ, ես ուզում քո հարցին երկու ձևով պատասխանեմ։ Ես հույս ունեմ, որ այդ խնդիրը կվերանա հունիսի 7-ից հետո, որտեղ այս չարիքի իշխանությունը կդադարի իր ասպատակությունները մեր ժողովրդի եւ պետության նկատմամբ եւ ինքը դուրս կգա իշխանությունից։ Բայց երկրորդ մոմենտը, որ իսկապես մտահոգիչ է, դա այն է, որ ինքը կարողանում է վատացնել մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ։ Իսկապես, երբ որ ես ասում եմ վատացնել հարաբերությունները, տեսեք, երբեք միակողմանի հարաբերություններ չեն լինում աշխարհում որևէ տեղ։ Եվ եթե դուք կատարում եք սխալ քայլեր ձեր բարեկամի ընկերոջ գործընկերոջ նկատմամբ, դուք պետք է հասկանաք, որ պատասխան քայլերը գալու են։ Հետևաբար դուք պետք է արմատը գտնեք ու այդ արմատը վերացնեք։ Արմատը այս չարիքի իշխանությունն է, որտեղ կան խնդիրներ, որոնցից մենք իրավացիորեն դժգոհում ենք նաև մեր ռազմավարական դաշնակցի կողմից, բայց եթե մենք խորհրդանուխ ենք լինում, տեսնում եք, թե որտեղից է գալիս դրա արմատը։ Այ եթե վերացնենք, ոչ միայն խնդիրը կվերանա, այլև այդ մտայնությունը ինչու էսպես արեցին, ինչու էսպես զարգացավ, որն է սրա պատճառը, արմատը պետք է վերացնել, իսկ արմատը այս չարիքի իշխանությունն է, որովհետև տեսեք, շատ կարճ պիտի ասեմ, ասում են, որ ՀԱՊԿ այս 44 օրյա պատերազմի ժամանակ իրեն ոչ այնպես է պահել, ինչպես վայելել դաշնակիցներին, բայց մոռանում են, որ 4 օրյա պատերազմ է եղել, մոռանում են, որ 4 օրյա պատերազմի ժամանակ նույն ՀԱՊԿ ունենալով իդեպ այնպիսի երկրներ, ինչպիսի Ղազախստանը, այո, ինչ հորակապ հայտարարություն արեց, որը էապես կանխեց նրանց մտադրությունը։ Իհարկե ՀԱՊԿ-ից մենք ակնկալում ենք ռազմական գործողություններ։ Տեսեք, ռազմական գործողությունները վերջինն են։ Բայց մինչև դուք հայտարարությունների մասին խոսեք, իսկ այդ հայտարարությունները շատ էապես տարբեր են եղել։ 44 օրյա ընդհանրապես չեղել, այս սանձարձակ հարձակման ժամանակ 4 օրյայում եղել է։ Ինչն է փոխվել։ Մի բան, Հայաստանի իշխանությունն է փոխվել։ Սա պետք է մեխենք մեր բոլոր ընտրողների մտքում։ Այն process-ը, որ մենք տեսանք 44 օրյա պատերազմի ժամանակ, ու նաև հետո դրանից հետո արդեն բուն Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով, այդտեղի մեր խնդիրները գալիս են նրանից, որ տեղի ունեցել էական փոփոխություն ռուսական հարաբերությունների մեջ, ում պատճառով, չարիքի իշխանության պատճառով, չլներ այդ վերաբերմունքը կներ ճիշտ այնպեսին, ինչպես եղել է 4 օրյա պատերազմի ժամանակ։ Մեր ժամանակը ցավոք խիստ սահմանափակ է Պարմինասյան, բայց այս գիշերվա կարևորագույն համաշխարհային նշանակության նորությունը, որին մենք սկզբում չանդրադարձանք, նախորդ գիշեր Միացյալ Նահանգների նախագահը Թրամփը, որը սպառնացել էր, որ ավելի չարված կասցնի, ուլտիմատում էր ներկայացրել, գիտեք, ավելի քան 1 ամիս պատերազմ էր ընթանում, Հորմուզի նեղուցը փակել էր Իրանը, նախորդ գիշեր հայտարարեց Պակիստանի միջնորդությամբ Իրանի հետ 2 շաբաթով հրադադար հաստատելու համաձայնության գալու մասին Իրանում, սա արդեն տոնում են հաղթանակ, հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգները ընդունել է իրենց ներկայացած 10 ծրագրերը որպես բանակցությունների հիմք, բայց Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը նաև հայտարարել է, որ սրանով պատերազմը դեռ չի ավարտվել, 15 օրվա ընթացքում պետք է իրենց ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը նաև ամրագրվի քաղաքական հարթակում եւ իրենց ձեռքը պահում են, մատները պահում են ձգանի վրա, այսպես ասում։ Ինչ է կարծում
ով էր ի վերջո, այսինքն երկու կողմերն էլ կարող են Իրանը կարող է հաղթող համարել փաստացի այս պատերազմում եւ արդյոք Իսրայելն եւս կընդունի այս հրադադարը թե ոչ։ Գիտեք, կան վերլուծաբաններ, ընդ որում ոչ միայն հայկական, հենց ամերիկայի վերլուծաբաններ, որ ասում են Նեթանյահուն կարողացավ ներքաշել Ամերիկային այս ոչ խելամիտ պայքարի մեջ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եւ իսկապես սա մեծ խնդիրներ նաեւ Ամերիկայի համար։ Կարծում եմ Ամերիկայի համար շատ ճիշտ կլինի, որպեսզի ինքը հնարավորինս շուտ դուրս գա այս պատերազմական գործողություններից, որովհետեւ եւ իր վարկի հետ կապված, հեղինակության հետ կապված եւ մեր ամերիկյան զարգացումների հետ կապված process-ները կարող են գնալ շատ ավելի նեգատիվ ճանապարհով։ Իսկ սա իհարկե մեծ հաղթանակ է Իրանի Իսլամական Հանրապետության համար, մեծ հաղթանակ է, որտեղ բոլոր վատատեսական սցենարները Իրանի Իսլամական Հանրապետության սկսած փլուզումից պետության մասնատումից պարզվեց, որ չդիմացան քննադատությանը եւ փառք Աստծո դրանք տեղի չունեցան, որովհետեւ դա կարող էր ոչ միայն մղձավանջներ Իրանի համար, մեր բարեկամ ու հարևան Իրանի համար, այլ հենց Հայաստանի համար։ Եվ այդ տեսակետից այս զարգացումները ես կարծում եմ դաս պիտի լինեն այն երկրներին, որոնք հաշվի չնստելով իրողությունների հետ գնում են ուրիշ պետությունների շահերը սպասարկելու ճանապարհով, ես նկատում եմ Իրանի նկատմամբ Իսրայելի տասնամյակների հետ կապված այդ մոտեցումները եւ խնդիրներ են առաջացնում հենց նաև իրենց համար։ Ես ընդհանրում եմ, որ Իսրայելից հետո նաև լուրջ խնդիրներ կառաջանան Իսրայելում, բացի նրանից, որ բանում եւ միգուցե նաև իշխանության փոփոխություն են տեղ ունենա, որտեղ մեծ հաշվով իրենց նպատակները տապալվեցին։ Աշխարհի ամենագեր հզոր երկիրը չկարողացավ հաղթանակ արձանագրել այն տերմինները, որ ինքը օգտագործում են, ընդհանրապես 24 ժամ առաջ, թե պետք է վերացնի այդ երկիրը, եւ այլևս երբեք չի կարող։ Սկզբից Իրանի ժողովրդին էր աջակցում, հետո ասում էր Իրանը կվերացնեմ ընդհանրապես։ Ու հետո երբեք էլ ոքի չի կարելի այդ պետականության մի քանի հազարամյա պատմություն ունեցող երկիրը։ Ես կարծում եմ սա մեր բարեկամ ու հարևան հարազատ մեր պատմությունը շատ խորը արմատներ ունի, մեծ հաջողությունն է։ Ինքը պետք է հետևողական լինի եւ ես կարծում եմ առաջիկան շատ լուսավոր է լինելու Իրանի համար։ Ես կարծում եմ, որ այն պահպանողականությունը, որին դավանում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, մեծ հաղթանակ տարավ եւ չեմ ուզում առաջ գնալ, ես կարծում եմ այդպես կլինի եւ ես կարծում եմ, որ եթե իրենք կարողանան այդ պահպանողականությունը, որ իրենց էության մեջ իրենց պետականության հիմքում է դրված, նաև ձևով հարմարացնել 21-րդ դարի պահանջներին, առաջընթացը տևական ժամանակում կլինի շատ անկասելի եւ կարծում եմ սա շատ կարեւոր է հենց Հայաստանի Հանրապետության համար, որտեղ մենք ունենք երկու հզոր դաշնակիցներ, Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, եւ մենք Հայաստանը կարող ենք լինել կապող օղակ այդ երկու պետությունների միջև ու դա կարող է բերել մեր բոլոր նեգատիվ զարգացումների կասեցման ու հետո նաեւ հաղթահարման ու առաջընթացի։ Եվ ինչ մեծ աղետ ձեր կարծիքով, ինչ մեծ աղետից խուսափեց աշխարհն ու տարածաշրջանը այս հրադադարի շնորհիվ։ Եկեք ասենք, որ եթե այդ հրադադարը դառնա խաղաղություն եւ դառնա խաղաղություն Իրանի, կարծում եմ շատ ողջամիտ պահանջների շնորհիվ, գիտեք, դա խոսեց մի կարևոր բանի մասին, այլևս աշխարհը դառնում է անխուսափելիորեն բազմաբևեռ, այդ բազմաբևեռ աշխարհում հզոր ռեգիոնալ պետություններ են լինելու եւ այդ հզոր ռեգիոնալ պետությունները կարողանելու են համագործակցել իրար հետ եւ Հայաստանի Հանրապետությունը այդ Իրան, Ռուսաստան ու նաեւ Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Հյուսիսարավ ճանապարհին անփոխարինելի դերք ունի։ Ինչու է սա շատ կարևոր, որովհետեւ Ադրբեջանի պահվածքը այս ընթացքում, հատկապես այս պատերազմական գործողությունների ժամանակ ապացուցեց, որ ինքը իդեպ այս մասին 1000 անգամ ասել է Իրանը,
ինքը չի կարող լինել այն կամուրջը, որը պետք է կապի Ռուսաստանը Պարսկաստանի հետ։ Պարսկաստանը 1000 անգամ է սա ասել, նույնիսկ այս պատերազմից առաջ։ Հիմա դա ապացուցվեց եւ ըստ էության Հայաստանը, Վրաստանը իդեպ երկուսն էլ քրիստոնյա պետություններ կդառնան հենց այն կամուրջը, որ Ռուսաստանը կկապվի Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կապվի տաքջերի հետ, կապվի Հնդկաստանի հետ եւ մեր համար կբացվի նոր զարգացման հնարավորություն։ Ու ամենակարևորը, որ դա ներդաշնակ կլինի հենց այն մեր աշխարհընկալումներին, մեր հարևանների հետ հարաբերությունները, որը շատ բնական է մեր համար։ Ես կարծում եմ, իսկապես առաջիկան կլինի բավականին պոզիտիվ զարգացումներ։ Երկու խնդիր է պետք լուծել։ Այս չարիքի իշխանության վերջացնել չարիքի իշխանությունը, վռնդել նրանց իշխանությունից եւ ոտքի կանգնել։ Իսկ դա հնարավոր է։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերին։ 160 թեմի հարգելի հետևորդներ, իհարկե տարածաշրջանում եւ Հայաստանի շուրջ արտաքին այս գործոնները զգալի ազդեցություն են ունենում նաեւ Հայաստանի վրա, բայց բոլոր այս փոփոխությունները տեղի են ունենալու եւ կարող են սկսվել միայն ներքին process-ներից հետո եւ երկրի ներսում հնարավոր փոփոխությունների դեպքում, որովհետեւ արտաքին քաղաքականությունը սովորաբար հենց ներքին քաղաքականության շարունակությունն է եւ մեկ միասնական մարմին է կազմում դրա հետ։ Հիշեցնեմ, մենք զրուցում ենք Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի հետ։ Կհանդիպենք։